մեռնելն ես ուզում նոնա։ Եթե շարունակես խոսալ, ես ինձ կսպանեմ։ Մի լսի իրան նոնա։ Տես թե ուր ես հասել, ինչ վիճակում ես։ Էլենի մանիպուլյացիաներին մի տրվի։ Հավատա ինք իրան շատ է սիրում ու չի վնասի։ Կանեմ։ Սեդա, մենք ենք արել, մենք ենք մամ այդ մասին նամակներ քեզ գրել, մենք ենք քեզ համոզել, որ ռեստորանից դուրս գաս։ Կսպանեմ երկուսիդ ես, կսպանեմ երկուսիդ։ Ինչ։ Փաստորեն իմ կյանքի հետ խաղացողը դու ես եղել։ Ես այդքան էլ համբերատար տղա չեմ, այդքան էլ սրտով տղա չեմ, որ հաշվի առնեմ դիմացս աղջկա կանգնած։ Գլուխդ կպոկեմ, ու հենց հիմա։ Մի վարկյան նվեր, դու ոչ մի բան էլ չես անի։ Բա ինչ առաջարկում ես ուղակի լսեմ։ Եթե չես կարա ուղակի լսես, դուրս արի։ Դու իմ ներկայությամբ Էլենին ձեռք չես տա ու ոչ մի բան չես անի, հասկացար։ Սեդա անկախ նրանից, որ Անկախ ամեն ինչից։ Դու սուրբ ես, Սեդա։ Ես ընդհանրապես մարդ եմ։ Էլենի ծնունդից մի քանի օր առաջ ինքը սկսեց այդ նամակները գրել։ Երբեմն ես էլ էի գրում։ Սեդ կներես ինձ, խնդրում եմ։ Չեմ ներելու, շարունակի։ Ես մինչև հոգուս խորքը զղջում եմ իմ արածների համար։ Սեդ ուղղակի դու շատ լավ գիտես, թե ոնց է կարողանում Էլեն ինձ կառավարել։ Կամ էլ իմ խիղճի իմ դեմ օգտագործել։ Ինքը միշտ լացում էր իմ մոտ, ասում, որ դու նվերին չես սիրում, որ դու դրա մասին ասել ես իրեն, որ ամուսնանում ես նվերի հետ նրա համար, որովհետև այդ Մինասին է պետք։ Այդ մի բանը հաստատ ճիշտ եմ ասել։ Մի խառնվի իմ ընկերուհիներն են ու իմ հարցն է։ Էս իմ հարցն էլ է, Սեդա։ Չէ, էս էլ քո հարցը չի։ Չեմ ուզում հինը ու նորը իրար խառնենք։ Դու վաղուց հրաժարվել ես այս հարցից։ Հասկանում եմ զարմացած ես։ Հավատա ինձ էլ է դժվար տրվել այս փոփոխությունը։ Իսկ դու ոնց ես այսքան ժամանակ չեմ նկատել, որ դու ատում ես ինձ։ Ոնց չեմ նկատել, որ ուզում ես ինձ հեռացնես քո ճանապարհից։ Ոնց չեմ նկատել, թե ինչ ձև ես ինձ նայում։ Որտեղից քո մեջ ես քան թույն։ Թող գնա։ Ինքը ոչ ասելու բան ունի, ոչ էլ անելու։ Ես ուղղակի ինձ ֆիզիկապես վատ եմ զգում Էլենի ներկայությունից։ Իսկ քեզ հազիվ եմ հանդուրժում։ Գիտես ինչի, որ միջև վերջ պատմես, թե ինչ է եղել ու ոնց եք ամեն ինչ պլանավորել։ Մենք այդ բռնաբարության հետ կապ չունենք, Սեդ։ Այդ Էլենի ծրագրի մեջ չէր մտնում։ Ծրագիր եմ ունեցել։ Չէ, իսկապես Էլենը տենց բան չէր պլանավորել։ Դու ինձ հիմարի տեղ ես դրել։ Չէ, ես հիմա կցնդեմ։ Ով եք դուք, ով եք դուք։ Ինչ է կատարվում, ես ինչ թեմաներ է։ Եթե լացելու լինեմ, ամենաբարձրը ստեղի ես պիտի լացեմ։ Նենց որ այդ արցունքներդ քեզ չեն օգնի, որովհետև իմ վրա այդ դեպքից հետո ոչ մի արցունք չի ազդում։ Այսօր արդեն երկրորդ անգամն է։ Հարդ ուղղակի ուզում եմ զրուցենք որպես ընկերներ։ Հարցեր չեմ տալու։ Չեմ ստիպելու, որ ինչ-որ բաներ ասես։ Օքեյ, կզրուցենք, լավ։ Չեմ կարծում, որ կստացվի։ Հա, բայց վնասել չի լինի, չէ։ Ուզում ես ես սկսեմ, որ քո համար ավելի հեշտ լինի։
Կասեմ ինչ եմ մտածում, ինչ եմ պատրաստվում անել։ Կկիսվեմ քեզ հետ իմ անհանգստություններով, իմ կասկածներով։ Իսկ այդ ձեր սկզբունքներին դեմ չի քննիչ։ Չէ, եթե վստահ եմ, որ դիմացինս անմեղ է։ Լուրջ։ Հարոդ, ես արդեն ասել եմ, որ մենք ուղղակի կզրուցենք։ Ես որպես քննիչ մենակ փաստերին եմ հավատում։ Այս բան քո դեմ շատ փաստ կա, բայց նաև հասկանում եմ, որ դու գտնվել ես սխալ ժամանակին, սխալ տեղում։ Ընկերոջդ փաստն կա։ Հարոդ, գորի մեղավորության մեջ ես համոզված եմ։ Քո դերը այս պատմության մեջ ես չեմ կարող ուղղակի հանեմ, որովհետև դու ոչ մի բան չես ասում։ Չեմ գտնում մի ապացույց, որ օգնի քեզ։ Օգնի ինձ մի բան գտնենք։ Ախր ինչ ասեմ։ Էլ ինչ ասեմ։ Ամեն ինչ ասել եմ քննիչ։ Ես այդ աղջկան չեմ ճանաչել, պատահական հանդիպել եմ ու օգնել եմ, վերջ։ Հարոդ, ասա գորը իրան տարօրինակ չի պահել։ Իմացել է, չէ՞ որ քեզ կասկածել են Սեդեի պատմության մեջ։ Այ որպես ընկեր։ Ինչ վարկացուցա բերել, ինչ ասել։ Դե որ Սեդեի մասին փորձել եմ խոսել, հետո խուսափում էր այդ թեմայից։ Ու հիմա սենց որ հետ եմ նայում, հիշում եմ դեմքի արտահայտությունները, իրար խառնված վիճակը, հա, կասկածելի բաներ կան։ Հետո Դե հետո այն որ ինձ ասել էր ինքը Եգիպտոսում է, բայց տղաներից իմացա, որ ինքը Հայաստանից դուրս չի եկել։ ասել ես դու իրան դրա մասին, քննարկել եք։ Չեմ հավատում, քննիչ, այս ամեն ինչը լուրջ իմ հետ է տեղի ունենում։ Ես հիմա ստեղ նստած ընկերոջս մասին ձեզ բաներ եմ ասում, հա, որ դուք իրան մեղադրեք ու դատեք։ Չի լինի տենց բան։ Հարոդ, հանգստացի ու քեզ վատ մի զգա։ Եթե դու հիմա իրա դեմ չխոսես, հետո հակառակն է լինելու։ Չէ, քննիչ, չի կարա տենց բան լինի։ Ես չեմ կարա նստեմ ու ընկերոջս դեմ բաներ խոսեմ։ Ոչ մի բան էլ չեք հասկանում, գիտեք հեշտ է։ Հասկանում եմ քեզ, Հարոդ։ Վիճակը էս է։ Մենք պետք է լուծում գտնենք։ Ունես լուծում, որ դու հնարավորինս քիչ դուժես։ Էլի եմ ասում, վստահում եմ քեզ, բայց մեզ ապացույցներ է պետք։ Հիմա գնա, սկսի վերհիշել։ Սկսի հիշել ամենասկզբից, ամեն մի մադրու կարող քեզ օգնի, որ այս պատմությունից դուրս գաս ու գորի հանցակիցը չլինես։ Հասկացի, այս են դեպքն է, որ այս հոդվածից փրկվել չես կարող, չես մաքրվելու։ Ուզում եմ միջևերջ հասկանաս, թե ինչ ես կորցնում։ Ստեղ քո տեղում լիքը տղեկ են եղել։ Ոչ մեկ չի խոսել, ընկերոջ անուն չեն տվել։ Մտածել են ամոթ է, վատ են զգացել։ Բայց քո պահը լրիվ ուրիշ է։ Հուսով եմ երկուսս էլ հասկանում ենք, թե ինչի համար։ Դու վաղ տարիքից աշխատել ես, մեր ես պահել, ազնիվ ես եղել, լավ ընկեր ես եղել։ Ու դու ուզում ես գնաս այդ հոդվածով, հա։ Ուժեղ քննիչ ես։ Գիտես ոնց մարդու թույլ տեղերին սխմես։ Ուզում եմ հասկանաս ինչ ես կորցնում։ Դու ուրիշ տարբերակ չունես։ Տունը մենակ չես։ Մենակ մայր ունես։ Ինքն էլ մենակ քեզ ունի։ Ու դու ուզում ես տեղ մնաս, հա։ Հա ու մեկ էլ դու մեզ ապուշի տեղ ես տրել։ Ուզում ես մենք հավատանք, որ դու ու Սեդան շատ պատահաբար եք հանդիպել անապայում, ու էն էլ Սեդա այսօրվա զանգը։ Ուզում ես մտածի, որ դու ես, հա։ Հիմա ինձ ամենակիչը Սեդան հետաքրքրում։ Հարութ, հասկացի ինչ ես կորցնում։ Գորի դեմ ինչ-որ բան չասելով, իրան չես փրկելու։ Իր դեմ շատ ապացույցներ կան։ Մանավանդ այսօրվա ձեռքի շարամը։ Սեդան շատ լավ հիշում է ձեռքի շարամը։ Նենց որ ավելովը քեզ փրկես։ Ոչ թե բերդից, այլ ես հոդվածից։ Այս պահին այսքանը։
Սեդա դու մեր պատճառով դուրս ես եկել ռեստորանից, հա։ Բայց այն մարդկանց ում ճանապարհին հանդիպել ես, մեր հետ կապ չեն ունեցել։ Մանրամասն պատմի։ Սեդ, Էլենը պլանավորել էր, որ դու պետքա շուտ դուրս գաս ռեստորանից, որ նվերին զանգեինք, ասեինք, որ դու դուրս ես եկել։ Առաքված ծաղիկներն էլ իրականում քո անունով պետքա լինեին, ոչ թե Էլենի։ Էլենն ասել էր, որ մի փունջ ծաղիկ պատվիրեմ քո անունով, որ նվերին ասենք, որ ծաղիկներ ես նվեր ստացել, ու հետո դուրս ես եկել ռեստորանից։ Նվեր դու լսում ես։ Հավատում ես լսածիդ։ Սեդ ոչ մի բան չեմ խաբում։ Բա ոնց հասան այդ ծաղիկները։ Ինչի Էլենի անունով։ Այդ ծաղիկները ընկերուհուս միջոցով եմ պատվիրել։ Ես չէի ուզում իմ անունը շատ շոշափվեր այս պատմության մեջ։ Դե Էլենի անունն էլ նշել եմ, որովհետև հոգուս խորքում անհանգիստ էի։ Շատ բարի հոգի ունես։ Քո դուրս գալուց հետո այդ նույն տելեգրամով Էլենը քեզ գրեց, որ մեքենա նստես ու գնաս Մեղրի։ Այդ ինչքան հեռու էի ուզում ինձ ուղարկել։ Չգիտեմ ինչի նամակները տեղ չէին հասնում, ու մենք մտածեցինք, որ հաստատ մի բան եղել է։ Ճանապարհին նվերին ես հանդիպել, արագ ջնջեցինք այդ նամակները, որ հանկարծ ցույց չտաս իրեն։ Գոնե այդ նամակները, որ շուտ տեղ հասած լինեին, կհասկանայիք, որ մենք այդ պատմության հետ կապ չունենք։ Գնաս տեղից։ Սեդ, Քեզ ասում եմ գնաս տեղից։ Ու լսի, դու եկել այդ ընկերուհիդ պատասխան եք տալու։ Ու ինձ եք պատասխան տալու։ Սեդ, խնդրում եմ։ Սեդայի անունը չտաս։ Մտածում ես այդ ծաղիկները փոխել ես Էլենի անունով, մեղքը թեթևացավ։ Ես երկուսի դեռ հանդիպելու եմ։ Երկուսըտից պատասխան եք տալու, հիմա գնացիր ստեղից։ Գնացիր ստեղից։ Դուք շատ վատ ձևով եք պատասխան տալու։ Ինչ։ Դուք իրավունք չունեիք սենց ինձ մեջքից խփելու։ Ես ձեզ շատ եմ վստահել։ Ես ձեզ շատ եմ սիրել։ Ես էլ չեմ կարող։ Սեդ, խնդրում եմ մի րոպե սպասի։ Ինչ։ Խնդրում եմ, ոստիկանությունում մեր անունը չտաս, հա։ Ինչ։ Ինչի պիտի ես այդ չանեմ։ Ձեր պատճառով ես կորցրել եմ անունս, պատիվս, սիրածս մարդուն։ Ինչի պիտի խղճիս լսեմ։ Դու ուզում ես ասես այդ տաքսիստի հետ կապ չեք ունեցել։ Չէ, նորից եմ ասում, եթե անգամ Էլենը նման բան ուզենար անել, ես չէի թողնի։ Եվ քո ոչ մի խոսքին չեմ հավատում։ Ու շատ լավ իմացի, եթե ես ձեզ չկարողացա օրենքին հանձնել, մեկ այս ամբողջ հոգով ատելու եմ ձեզ։ Ու ամեն ինչ անելու եմ, որ դուք այլևս չհայտնվեք ճանապարհիս։ Դուք ընկերներ չեք։ Դուք այդ բառի արժեքը չգիտեք։ Հա, դուք ինձ սենց տեսնում եք ֆիզիկապես, բայց դուք ուղղակի ինձ կործանել եք, ոչնչացրել եք։ Ամոթ։
Այ ախպեր, այս շոկ եղանակին ես երկարաթև սարուչքետ ինչ ես հայքել։ Հարութ, հավատա սրանով ավելի հովա։ Գորջան, այտենց լավ չի, մի հատ էլ ժակետ հագնեիր վրից։ Ապե, դե որ արևը չվառի էլի։ Չէր ուզում վառվեր Եգիպտոս ինչ չէր գնում։ Մի լարվի։ Ես ոչ մի բան չգիտեմ։ Ես ոչ մի բան չգիտեմ, ինձ հետ տարեք։ Սեդա Վարդանյան անուն ազգովնը քեզ ծանոթ է, չէ։ Խոսա, խոստովանի, որ ճանաչում ես այդ աղջկան։ Ինքը քեզ հիշում է։ Տեսել է ձեռքից շրամը։ Գիտես չէ, Հարութին էլ կասկածում են քեզ օգնելու մեջ։ Կհերքես, թե կհաստատես։ Հարութին ասեք թող չգա։ Հարութին ասեք թող չգա։ Հարութին չթողնեք գա։ Ինքը քեզ վախեցրել է, որ իր անունը չտաս։ Թե ինքը ընդհանրապես կապ չունի։ Խոսա։ Պատմի գոնե ընկերոջդ կօգնես։ Լսում ես։ Հարութը չի գա, չէ։ Ասեք, որ Հարութը չի գա։ Տարեք լավ։ Թող։ Ուր Սեդա։ Գնա։ Հայելի կգնամ, քեզ ուրա պետք է ավտով կտանեմ ու մենակ կթողնեմ։ Նվեր գնա, խնդրում եմ, գնա, պետք չի որ իմ հետ գաս, ուզում եմ մենակ մնալ։ Ես տարածքում եմ, սպասելու եմ քեզ։ Այս աղջիկ ինչի չի պատասխանում։ Գժվացնելու է ինձ։ Ես ինչ է եղել։ Ես քեզ չեմ ասի, դու Սեդայից քեզ հեռու պահես։ Մինաս նենց չի պատճառը ես եմ։ Չնայած ոչ մի անգամ էլ ես չեմ եղել։ Ես միշտ Սեդային փորձել եմ սխալ մարկանցից հեռու պահել։ Պարզապես իմ քայլերն են սխալ հասկացվել։ Այսօր Սեդան շատ բան է հասկացել։ Ոչ մեկը չեք պատկերացնի։ Ճիշտ է ասում։ Ես այսօր իսկապես շատ բան հասկացա։ Հասկացա, որ դու մենակ քեզ ունես։ Իսկ մնացածը շուրջդ ինչ որ կատարվում է, այդ ուղղակի կեղծիք է։ Իսկ կարող են այդ խոսակ մենք էլ մի բան հասկանանք։ Սյուզի հաստատ քեզ դուր չի գալու այն ինչ որ պիտի ասամ։ Այսինքն Դու շատ երկար ժամանակ ես վախեցել այս պահից։ Բայց ես հիմա ստիպված եմ ասել Մինասին այն, ինչ իմացել եմ։ Էլենին եք հանդիպել։ Խոսել եք հետը, հա։
Ճիշտ էլ հասկացար, Սյուզի։ Սեդայի մոր մասին նամակներ գրողը Նոնան ու Էլենն են եղել։ Էլենի գլխավորությամբ։ Չեմ հասկանում, ուր ես, որ չկաս, մոռացել ես, որ պետք է գործի անցնենք, հա, թե ինձ սիրուտ ես հիշել, տեն շուտ մոռացար, որ Սեդատ կյանքդ փչացրել է, նվեր եթե հենց հիմա իմ զանգերին ու նամակներին չպատասխանեցիր, շատ վատ կլինի, լուրջ եմ ասում, դու պետք է հենց հիմա իմ կողքին լինես, եթե չեղար շատ վատ կլինի, Ինչ եք բոլորդ նույնը կարաս ասես, ինչի մի հատ կարաս ինձ բացատրես, ինչ եք բոլորդ նույնը։ Այսինքն իրանք ուզում են ասեն, որ ես դեպքի հետ կապ չունեն, ու չգիտեն դու մեզ հանդիպ է ճանապարհին։ Հա, իրանք ուղղակի նամակներ են գրել, որ ես շուտ դուրս գամ։ Հետո ծաղիկներ են ուղարկել, որ նվերին ասեն, ես ծաղիկները ստանալուց հետո դուրս եմ եկել։ Ուղղակի Նոնան փորձել է լավություն անի ու իմ անունով չի ուղարկել ծաղիկները։ Ծաղիկները Էլենի անունով է եկել։ Ունենց էր փորձում արդարանալ դրանով, ոնց որ թե աշխարհի ամենալավ բանն է արել, բայց այդ ծաղիկները ոչ մի բան չէին փոխելու, ես արդեն դուրս է եկել։ Չէ, ես ավելի լավ մեռնեմ, քան իմանամ, որ իմ քույրը սենց ստոր քայլ է արել։ Ես երդվում եմ, ես ոչ մի բան չեմ իմացել։ Ես տեղյակ չեմ եղել։ Հավատում ես, չեմ ինաս ինձ։ Անկեղծ եմ ասում, երդվում եմ, ես տեղյակ չեմ եղել։ Եթե ես իմանայի, որ Էլենի մտքին տենց բան կա, ես իրան մեր նկուղում կկապեի, որ ինքը դուրս չգար։ Սյուզի, հանգստացի։ Ոնց հանգստանամ։ Ախր ոնց հանգստանամ։ Հիմա բոլորդ ինձ եք, չեք հասկացում։ Մտածում եք, որ ես կապ ունեմ այս պատմության հետ։ Իմ ու քո հարաբերությունները այդքան լավ չեն եղել, Սեդա։ Ու դուք շատ լավ առիթ ունեք մտածել, որ ես էլ կապ ունեմ այս ամեն ինչի հետ։ Բայց խնդրում եմ հավատա ինձ, ես ընդհանրապես կապ չունեմ։ Ես պատրաստ եմ բոլորիդ աչքի առաջ թքել Էլենի երեսին։ Մոռանամ, որ ինքը իմ քույրն է։ Բայց խնդրում եմ հավատա ինձ։ Ինձ մենք հազիվ ենք փրկել մեր ընտանիքը։ Ես չեմ ուզում նորից կորցնեմ։ Սյուզի կներես ինձ, բայց քո քուրն էլ Նոնան է։ Պատասխան են տալու այս ամեն ինչի համար։ Ափսոս տղա չեն հենց հիմա գլուխները ջարդեի։ Բայց ուրիշ տարբերակներ էլ կան։ Ես ինձ հազիվ եմ զսպել, որ չտամ սպանեմ։ Ու գիտեմ նույնն էլ դու ես ուզում մինաս անել։ Բայց քեզ զսպում ես։ Ես ուզում եմ ոստիկանություն դիմել։ Ու ասել, որ իրանք են ինձ նամակներ գրել, դրա համար եմ ես դուրս եկել։ Ինչ։ Սեդա, սպասի։ Ինչին։ Կամ ում սպասեմ։
Սեդան հիմա ինչ էլ ասի կամ անի, ես լուր կհամաձայնվեմ։ Ոչ մի բառ չեմ ասի։ Ափսոս, որ խիղճս թույլ չի տալիս միջև վերջ ինչ-որ բան անել։ Շատ ափսոս։ Այս հարցին լուծում տալա պետք մինաս ու շատ շուտ։ Այդ բարձա։ Տաքսիստի մասին էլ չմոռանաս։ Իր մատը հաստատ խառն է այս թեմային։ Գոնե հիմա լսեք ինձ։ Այ հիմա ինձ դասեր մի տուր էլի։ Ուղղակի ասում եմ, որ շատ Սեդայի սարտով ու խղճով շարժվես։ Թե չէ ավելի վատ է լինելու։ Սրանից էլ վատ է լինելու։ Չի պատասխանում, որ մի երկու բառ ասեմ սիրտս հովանա։ Ասեմ, որ մարդ չի, որ Մինաս ես իրոք տեղյակ չեմ եղել։ Ես ոչ մի բան չեմ արել Սեդայի դեմ։ Ինչ ես խոսում։ Քեզ ոչ մեկ չի մեղադրում։ Մի անհանգստացի։ Դուք իրոք ինձ հավատում եք, չէ՞։ Դու ինձ հավատում ես, չէ՞։ Ես հստակ գիտեմ, որ դու կապ չունես այս ամեն ինչի հետ։ Դու այդ մարդը չես, որ տես բան անես։ Էլենին ոնց ուզում ես պատժի։ Ես ոչ մի բան չեմ ասի։ Եթե մեղավոր է, ուրեմն պիտի պատասխան տա իր արածների համար։ Գիտես, սենց խոսում եմ, բայց սիրտս կանգնում է։ Հասկանում ես, չէ՞ ինձ։ Հասկանում եմ։ Հասկանամ ինչի ես տենց ջղայնացած ինձ նայում։ Որովհետև չես թողում, որ ես քեզ օգնեմ։ Ախր ոնց չեմ թողում։ Հենց մի բան լինում է առաջինը դու ես հասնում։ Այ որ հետս շատ խոսես, շատ կիսվես, ես քեզ ավելի շատ կօգնեմ։ Բայց չես անում։ Լսի, մենք իրար հետ պայմանավորվել ենք, որ դու ինձ զանգելու համար ժամին չպիտի նայես։ Չէ։ Դե ուրեմն պայմանավորվեցինք։ Հելեն կապի հետս դուրս արի, մեկա գիտես, որ գտնելու եմ քեզ։ Հետդ եմ շուտ կապի դուրս արի։
Բարև ձեզ։ Ինչի ես եկել։ Եկել ես, որ ասես սխալ երեխա եմ դաստիարակել։ Արդեն ասել ես, գիտեմ, շնորհակալ եմ, էլ չեմ ուզում։ Դու ուղղակի չես պատկերացնում, թե ծնողի համար ինչ դժվար է իր երեխու մասին տենց սարսափելի բաներ լսելը իմանալը։ Ես այն օրը շատ կոպիտ խոսեցի ձեր հետ, որովհետև շատ բարկացած էի ու ինչքան էլ ուզում էի զսպել ինձ մեկը չկարողացա, չստացվեց։ Դու այն օրը շատ ծանր վիճակի մեջ էիր ու չէիր հասկանում իրոք ինչ ես ասում։ Ես քեզ չեմ մեղադրում։ Ինչ զգացել ես, էդ էլ ասել ես։ Ես չգիտեմ ինչ եմ զգացել։ Ես հիմա էլ չեմ հասկանում ինչ եմ զգում։ Ես անելի վիճակում եմ։ Դու ոգին որ ցավում է, ամենապարզ քայլն անգամ ահռելի սար բարձրանալու նման դժվար է դառնում։ Ես չեմ կարողանում մոռանալ։ Շատ եմ ուզում, բայց չեմ կարողանում։ Բայց քեզ ով է ասում, որ մոռանաս։ Մի մոռացի։ Ես էլ ոչ մեկի հետ չեմ խոսելու, իմ երեխու համար չեմ ասելու, որ իմ երեխան մեղավոր չի։ Աստված ամեն բան բոլորիս պատասխանները կտա հերթով։ Ես կարող եմ կասկածել մարդուն, այս աշխարհի արդարությանը, բայց Աստծո արդարության վրա երբեք։ Աստված արդար է ու ամեն բան ճիշտ է անում ու ինքը գիտի ում ինչ է տալիս։ Ուրեմն կարող ենք տարել, դրա համար էլ տալիս է։ Ես հիմա կարող եմ քեզ դուրս անել, գնալ ոստիկանություն, երեխուս պահանջել, բայց չեմ անում, որովհետև չեմ ուզում, որ թշնամությունը շարունակվի։ Ես ամեն օր Աստծուն խնդրում եմ, որ երեխու շուտ բերի տուն ու այս պատմությունը մեր ու ձեր ընտանիքների մեջ վերջանա։ Էդ է իմ խնդրածը։ Կներեք, որ ձեզ այսքան ցավեցրել եմ։ Բայց եթե Հարութը իսկապես անմեղ է, Աստված իրեն կօգնի, ոնց դուք եք ասում։ Չնայած այդ միտքը ինձ շատ անհավանական է թվում։ Հավատացեք, ես ձեզնից շատ ավելի շատ եմ ուզում, որ Հարութը ընդհանրապես կապ չունենա այս պատմության հետ։ Ուղղակի հիմա ամեն ինչ իր դեմ է։ Ամեն ինչ։ Դուք մայր եք, դուք ծնող եք ու դուք չեք կարող ընդունել ձեր սեփական երախտությունները, ոչ էլ տեսնել դրանք։ Ես վստահ եմ իմ երախու դաստիարակության մեջ։ Ես չեմ ասում, որ Հարութս կատարյալ է, որովհետև մարդ չկա այս աշխարհում, որ կատարյալ լինի, բայց ես մարդ եմ դաստիարակել, մարդ, ոչ թե գազան, ոչ թե հրեշ։ Տիկին Ֆլորա, լավ չեք զգում ձեզ։ Ծնողի համար ամենադժվար բանը այն է, որ հասկանում է,
որ այսքան խոսելուց, այսքան զգուշացնելուց հետո մեկը չի կարող իր երեխուն պաշտպանի աշխարհի ցավերից։ Այ նետա ինձ ցավ պատճառող։ Ես մարդ եմ դաստիարակել, որը դրսում ուրիշ մարդու դժբախտության վրայով չի կարողացել անցնի ու օգնել է իրան։ Ու էդ է եղել իր սխալը, իր մեղքը, հա։ Էդ ուրիշ ոչ մի բան։ Ուրիշ ոչ մի բան։